21 TV եթերում իր աշխատանքն է սկսում, ապրենք առողջ է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ Wigmore կանանց եւ երեխաների համար հիվանդանոցի կլինիկական հոգեբան, երեխաների քնի մասնագետ Էմմա Արզիևային։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Արփինկա Beauty-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Թերևս ամենաշատ քննարկվող տերմինի մասին եմ ուզում այսօր խոսենք, գուցե առաջին հայացքից թվա տերմինի մասին ինչի ենք խոսում, բայց արի ու տես, որ պահը իսկապես հասունացել է։ Տրավմաների մասին եմ ուզում խոսենք եւ հստակ սահմանով տանք, որ որն է տրավման եւ արդյոք ցանկացած մերժում երեխայի համար կարող է տրավմա լինել ծնողի կողմից այդ մերժումները, չիկարինները, միարաները։ Շնորհակալ եմ շատ արդիական հարց բարձրաձայնելու համար, որովհետև մեր օրյա իրականության մեջ իսկապես տրավմա բառը ինֆլյացիայի է ենթարկվել, այսինքն արժեզրկվել է որոշակի իմաստով եւ ձեր կողմից նշված յուրաքանչյուր սահմանափակում կարող է դիտարկվել որպես տրավմա։ Բայց մենք ունենք միջազգային դասակարգումներ, որոնք որ բնորոշում են տալիս, թե ինչ է իրենից ներկայացնում տրավման մանկության եւ մեծահասակ տարիքում, որովհետեւ այնտեղ կան փոքրիկ նրբություններ, փոքրիկ տարբերություններ տրավման մեծահասակ տարիքի համար եւ տրավման փոքր երեխաների պարագայում։ Բայց մինչև դասակարգմանը անդրադառնալը, նշեմ, որ տրավման մինչև 19-րդ դարի վերջը օգտագործվել է բացառապես բժշկական ասպարեզում, բայց հիմա օրինակ մենք դրսում, եթե ինչ-որ մեկին հանդիպենք եւ տրավմա բառի հետ կապված ասոցիացիաներ փորձենք դուրս բերել, ապա առաջին զուգորդությունը կգնա հավանաբար հոգեբանության հետ կապված, այլ ոչ թե տրավմատոլոգիայի, բայց տրավմա հենց բառացի թարգմանաբար նշանակում է վնասվածք, վերք, որի հետ առնչվում է բուժ աշխատողը։ Բայց 19-րդ դարի վերջում շատ քաջ ծանոթ, հոգեբաններին Շարկոյի օգնությամբ տրավմա բառը օգտագործվեց նաև հոգեբանական տիրույթում եւ արմատավորվեց հոգեբանության մեջ։ Բայց դասակարգումները հուշում են մեզ, որ տրավման դա բացառապես կյանքին վտանգ սպառնացող երևույթ պետք է լինի։ Մեծահասակ տարիքում եւ իմ կյանքին եւ դիմացինի կյանքին վտանգ սպառնացող իրողությունները կարող են դիտարկվել որպես տրավմա, իսկ փոքր տարիքում նաեւ հոգեբանական ամբողջականությանը վտանգ սպառնացող երևույթները։ Այսինքն, եթե մենք օրինակ միջազգային դասակարգումներով առաջնորդվում ենք եւ ասում ենք, որ այն հոգեհուզական վիճակը, որը որ կարող է առաջացնել անելանելիության եւ անճարության զգացողություն, եւ կյանքին վտանգ սպառնացող ասպեկտներով է առաջնորդվում եւ դիմացինի եւ իմ, ապա այս իրողությունը համարվում է տրավմատիկ։ Իսկ երեխաների պարագայում դրան գումարվում է հոգեբանական անելանելիության վիճակը, երբ որ երեխան հուզական էսկալացիաներ կարող է ունենալ, այսինքն հայտնվել մի իրողության մեջ, որից ինքնուրույն չի կարող դուրս գալ։ Օրինակ, մանկության տրավմաներից կարող է լինել խրոնիկ ծեծը, կամ սեռական ոտնձգությունը երեխայի նկատմամբ, որը որ ճիշտ է իր կյանքին վտանգ չի սպառնում, բայց միևնույնն է համարվում է տրավմատիկ։ Օրինակ, ծնողը չի ծեծում վստահաբար սպանելու նպատակով այդ դիտավորությամբ, բայց կա խրոնիկական ծեծ եւ որին որ երեխան չի կարողանում պատշաճ կերպով արձագանքել, որովհետեւ տակից չի կարողանում դուրս գալ։ Ինքը այս փուլում, լրիվ ռեցեսիվ օղակում է հանդես գալիս։ Երբ մենք խոսում ենք տրավմաների մասին, հատկապես այսպես շեշտադրում անում ենք մանկական տրավմաներ։ Ես որպես բժշկությունից, հոգեբանությունից հեռու մարդ, այնքանով որ մասնագետ չեմ։ Ուզում եմ հասկանալ, կա մեծահասակների տրավմա։ Այսինքն այդ մենք միշտ ասում ենք մանկական տրավմայի արդյունքում մեծահասակ տարիքում մարդ այսպիսի վարք դրսևորեց կամ այսպիսի բնավորության գծեր ունի։ Բայց կարող է մարդու մոտ տրավման առաջանալ ոչ թե 3-4 տարեկանում, դեռահասության տարիքում, այլ հասուն տարիքում ինքը այնպիսի տրավմա ունենա, որ ազդի իր ամբողջ կյանքի որակի եւ դրսևորման վրա։ Ասեմ ավելին, կարող է ամբողջ մանկությունը անցնի շատ լուսավոր, շատ պայծառ, շատ երջանիկ, բայց այո, մեծահասակ տարիքում ունենա տրավմա, այսինքն առճակատվի մահվան հետ։ Օրինակ, ավտովթարը կարող է լինել տրավմատիկ իրողություն մեծահասակի համար, կամ ինչ որ ծեծկրտուկը, որտեղ որ իր կամ իր դիմացինի կյանքին վտանգ է սպառնացել, կամ պատերազմական իրողությունը, բայց այստեղ պետք է չբացառենք անձի պաշտպանական մեխանիզմների ուժգնությունն ու հզորությունը։ Այնպես չէ, որ յուրաքանչյուր պարագայում, երբ օրինակ ավտովթար է տեղի ունենում,
ընթացքում, ապա բոլորը տրավմատիզացիայի ենթարկվեցին։ Գոյություն ունեն պաշտպանական եւ ադապտիվ մեխանիզմներ եւ այդ նույն սկզբունքով, օրինակ շատ գերզգայուն մարդու համար միգուցե օրինակ բաժանությունն էլ համարվի տրավմատիկ էպիզոդ, հա, որովհետեւ ինքը այնքան տպավորվի, այնքան ներշնչվի, այնքան անօգնական ու անելանելի վիճակում հայտնվի, որ իր համար սովորական զուգընկերոջի բաժանումը լինի համարվի տրավմատիկ, իսկ մյուսի համար էլի ի շնորհիվ ադապտիվ մեխանիզմների նույն վթարը, ավտովթարը իր համար կարող է այդպիսի խորքը հետք չթողնի, հա, այսինքն մարդը ամեն դեպքում պետք է հիշել, որ ինքնավերականգնվող օրգանիզմ է եւ ադապտիվ մեխանիզմներով օժտված։ Հենց սրանից ելնելով էր մեզ միշտ թվում է, որ քանի որ հասուն մարդը կարողանում է իր էմոցիաները կառավարել քիչ թե շատ, ինքը կարողանում է թացը չորից տարբերակել եւ այլն, պիտի որ տրավմայի չենթարկվի, հա, նաեւ այսպես կարող ենք ասել։ Դրա համար հիմնականում կարծում հենց սա է պատճառը, որ մենք խոսում ենք տրավմաներից, միանշանակ մտածում ենք, որ խոսքը միայն երեխաների շրջանում հանդիպող խնդիրների մասին է։ Մենք երբ կարող ենք օրինակ մեր ընտանիքի անդամների, հարազատների, ընկերների, նույնիսկ երեխաների կամ ծնողների դեպքում, հա, հասկանալ, որ այս մարդը որոշակի տրավմայի ազդեցության տակ է, իր բնավորության այս կամ այն գիծը դրսևորում կամ իր վարքը այս կամ այն կերպով դրսևորում, որպեսզի հասկանանք այս մարդուն պետք է օգնություն, թե պարզապես իր կամակորությունն է կամ պարզապես այս մարդու դրսևորումը հենց այդպիսին է, ոչ մի խնդիր էլ չկա։ Մինչև վերջ չեն կարող իմանալ առանց մարդու հետ խոսելու եւ անամնեստիկ տվյալներ հավաքագրելու, բայց հետտրավմատիկ ստրեսային խանգարումը ունի հստակ սիմպտոմատիկա։ Դրանցից մեկը, հա, ֆլեշբեքերն են, այսինքն հիշողության կպչուն էպիզոդները, երբ որ մարդու կարծես այն իրողության մեջ է, որ այդ տրավման այստեղ եւ հիմա սկզբունքով է տեղի ունենում։ Օրինակ կան մարդիկ, որ տրավմայից հետո ագրեսիվության ինչ որ որակներ են ձեռք բերում, որովհետև իրենք անընդհատ ինքնապաշտպանման, ոչ թե ապրելու, ստեղծագործելու, կյանքը վայելելու այդ մուդի մեջ են, հա, այդ տրամադրության մեջ են, այլ հակառակը պաշտպանվելու եւ հաճախ լինում է, որ դու ինչ որ մի անմեղ նկատողություն կարող է անես կամ անմեղ հուշում կարող ես տալ, բայց դա ագրեսիվ արձագանքի բերի, դա կարող է պայմանավորված լինել եւ անձնային առանձնահատկություններով, որ մարդը ուղղակի չհամագործակցող է սոցիումի հետ, բայց եթե օրինակ այդ մարդուն ճանաչում են իր շրջապատող մարդիկ, ասում են, գիտեք, բայց այս իրողությունից հետո ոնց որ իր մոտ ամեն ինչ փոխվեց, հա, կամ հարցը իր համացավոտ է, իր մոտ ինքնապաշտպանական ռեժիմ է միանում, որովհետև տվյալ մարդկանց գլխուեղի կառուցվածքում էլ է փոփոխություններ նկատվում, այսինքն դա օրգանական էնդոգեն խնդիր է դառնում, օրինակ տրավմա տարած մարդու մոտ ապացուցված է համարվում, որ ամիգդալան, դա հույզերի համար պատասխանատու կենտրոնն է, գերգրգռված է, իսկ հիպոկամպը օրինակ չափերով ավելի փոքր է, այսինքն գլխուեղի ռիթմն է խանգարվում, ոչ միայն տրավման մարդու ներսն է ալեկոծում, այլ նաև գլխուեղի ռիթմն է փոխվում։ Դրա համար այո, մարդիկ վիժիվանիայի ռեժիմով են առաջնորդվում, հա, եւ կարող են լինել ագրեսիվ, բռնկուն, ոնց է մեր ժողովրդական լեզվով, որ մենք ասում ենք կոնտուզիա տարած է, հա, այսինքն յուրաքանչյուր փոքրիկ թրիգերը, յուրաքանչյուր փոքրիկ ձայնը կարող է տվյալ մարդու մոտ վեր արթնացնել այն տրավման, որը որ նա ապրել է, բայց սա բնավ չի նշանակում, որ ես արդարացնում եմ ագրեսիվ վարքը կամ մենք պետք է հաշտ լինենք, որ եթե մարդը տրավմա տարած է, ուրեմն պետք է ագրեսիվ խոսի կամ գոռգոռա, ցանկալի է անցնել անպայման հոգեբանական միջամտության կարիք, այո, հոգեթերապևտները հենց դրանով են աշխատում, ու մի քիչ ավելի բարդ դեպքերում նաև հոգեբուժական միջամտություն է անպայման անհրաժեշտ, որովհետեւ դեղորայքային միջոցով նաև կառավարվի, որտեղ ինչպես ես նշեցի իմ խոսքում, դա էնդոգեն բնույթ է կրում նաև։ Այսինքն ասել, որ դե ինքը տրավմա ունի, դրա համար է այսպես, ոչինչ, պետք է հարմարվենք, պետք է մարդուն պետք է ընդունել այնպես, ինչպես կա այս եզրույթը, կարծես թե որոշ դեպքերում նաև ծեծված է եւ ոչ արդարացված, հենց թեկուզ այս տարբերակում։ Եթե կա լուծում, ապա այս դեպքում պետք է գնալ համապատասխան մասնագետի մոտ, սեփական կյանքի որակը բարձրացնելու, նաև ընտանիքի անդամների, հարազատների, գոլեգաների, ընկերների կյանքը չբարթացնելու համար։ Նաև սեփական կյանքը չբարթացնելու, որտեղ առաջինը տուժում է, այո, առաջինը
տուժում է հենց տրավմա տարած մարդը, որովհետև մեր բոլոր խնդիրները սովորաբար գալիս է ադապտացիոն խնդիրներից։ Նույնիսկ մենք մի անգամ մեր զրույցի ընթացքում էլ խոսում ենք այն երեխաների մասին, որ ամեն ինչ թույլ են տալիս, ոչ մի բան չեն արգելում, որպեսզի իրենց եսը չկոտրեն։ Հա, շատ ծնողների շրջանում իսկապես ես լրիվ կողմ եմ, մանավանդ որ ես էլ ունեմ սոցիալական հարթակում բավականին մեծ լսարան եւ հաճախ ինձ հարցնում են օրինակ բալիկիս, որ ես ստիպում եմ, որ կոշիկները հանի նոր անցնի առաջ, ես տրավմայի եմ իրեն ենթարկում, կամ օրինակ երբ որ քնելու ժամին ասում եմ, չէ բալես, էլ չես խաղում քո խաղալիքներով, պետք է գնաս քնելու ինքը այդ ժամանակ լաց է լինում, արդյոք ես իրեն տրավմայի չեմ ենթարկում։ Եվ ես համբերատար հնարավորինս բացատրում եմ ու փորձում եմ տեղ հասցնել, որ կյանքին վտանգ սպառնացող իրողություններն են միայն տրավմատիկ կամ որոշակի բռնության տեսակներ, որոնք որ երեխային անելանելիության մեջ են գցում։ Բայց եթե դա իր ամենօրյա ռուտինն է, հա, կանխատեսելի օրակարգն է, որ խաղաց, հաց կերավ, լվացվեց, պետքարանից օգտվեց, հետո մի քիչ էլ դուք հեքիաթ պատմեցիք ու ինքը պետք է գնա քնի, չի կարող բնականon գործունեությունը կամ բնականon սահմանափակումը լինի տրավմատիկ։ Ոնց որ հարց տակ դուք ինձ, բալիկս ժամկետն անց յոգուրտ էր վերցրել, ուզում էր ուտել, ես իր ձեռքից խլեցի, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում ու ինքը սկսեց լացել, արդյոք ես իրեն տրավմա պատճառեցի։ Նմանատիպ հարց կհնչի, հա, որպես։ Հա, բայց եթե այդ արգելքը նաև ծեծով է զուգորդվում, արդեն հա։ Ծեծի պարագայում լրիվ ուրիշ մեխանիզմներ են գործում, այսինքն երեխան հայտնվում է, այո, այդ արդեն բնական է։ Այո, կարելի առանց ծեծի, առանց ինչ որ գորգորոցների հասնել նրան, որ մենք լսելի դառնանք, բայց երբեմն ծնողների, այսպես ասած, նյարդային համակարգը չի բավականացնում, տեղիք է տալիս եւ այդ գոռոցը, հա, վերածվում ծեծի, ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, որի պարագայում այո երեխան հայտնվում է ռեցեսիվ օղակում, հա, ինքը կամ դառնում է զոհ, այդ զոհի կերպարանքով է դուրս գալիս եւ վերջին հետազոտությունները փաստում են, որ ագրեսորները հատուկ են ընտրում, հա, ինչ որ յուրահատուկ խարակտերիստիկաներով մարդուն են ընտրում որպես զոհ, օրինակ հենց մարդու վրա հարձակված, հա, կալանավորներին ցույց են տալիս էկրանով, մարդիկ ուղղակի քայլում են, հա, սովորական դրսում ինչ որ փողոցի վրա կամերա է դրված եւ հարց են տալիս ագրեսորներին, հա, օրինակ դուք որ մեկի վրա կհարձակվեիք եւ իրանք հստակ խարակտերիստիկա են տալիս բնութագրիչներ, թե որ կերպարն է, որը կձգի դեպի իրեն ագրեսորը։ Ես ոչ թե ուզում եմ արդարացնել ագրեսորներին, այլ ցույց եմ տալի, որ մենք ծեծելով երեխային իրեն գցում ենք կամ զոհի ռեժիմի մեջ կամ ագրեսորի, այսինքն ծեծված երեխան կամ նորմալ կհամարի, որ իր վրա են հարձակվում, եթե իհարկե թերապիա չանցնի անձնական թերապիայով չշտկի այդ ամենը, կամ ինքն է դառնալու ագրեսոր, հա, ոնց որ այդ բացասական էներգիան, հա, փոխանցելու է, ոնց որ փակ շղթա է առաջանում բացասական էներգիայի։ Կարող է մարդը ինքնուրույն հաղթահարել տրավման։ Ինչ կարևոր հարց եք տալիս։ Եթե մենք արդեն բախվել ենք տրավմատիկ իրողության հետ, եթե փորձեմ մի քիչ փիլիսոփայական, հա, տեսանկյունից նկարագրել, ինչ որ մի հատված գիտակցական մակարդակից դուրս ընկում է տեղի ունենում, բայց այդ հատվածը ոչ թե պարզունակ կերպով դուրս ընկնում է, այլ նաև դեֆորմացիվում եւ ատրոֆիայի է ենթարկում։ Եվ նույնիսկ այդ դուրս ընկած մասը հետ վերադարձնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աշխատանք տանել այդ հատվածի հետ։ Օրինակ այդ լրացուցիչ հույզերից ազատել, ինչ որ հատվածներ հարթել, մաշացնել կամ չգիտեմ, հակառակը աճեցնել, որովհետեւ կարողանանք նույն ձևով կամ համարյա նույն ձևով հետ վերադարձնել դեպի գիտակցություն։ Դրա համար գործնականում կարծում եմ անիրատեսական է ինքնուրույն դուրս գալ տրավմատիկ իրողությունից, եթե գրանցվել է այդ տրավման։ Օրինակ, եթե կան արդեն ֆլեշբեքեր, տրամադրության խանգարումներ, քնի խանգարումներ, տոտալ ապաթիկ վիճակ, հա, հաճախ մարդիկ կորցնում են իրենց զգայունակությունը, հուզականությունը, դիսոցացվում են։ Օրինակ, մարդը կարա տրավմա տարած մարդը կարող է ասել, որ ես պայտակ չեմ գիտակցում որտեղ եմ գտնվում, ես տանն եմ, պատերազմի դաշտում եմ, ապահով տիրույթում եմ, թե օրինակ ինչ որ ձայն լսեցի, որ ինձ գցեց այդ պատերազմական դաշտ, այսինքն սա ինքնուրույն դուրս գալու կամ ինքնուրույն հաղթահարելու իրավիճակ չէ։
Ես սա ինչու հարցրեցի, որովհետև շատերին թվում է, եթե իրենք կարողանում են զսպել իրենց զայրույթը, կարողանում են զսպել իրենց հույզերը, կարողանում են թաքցնել, կոծկել, այսպես ասած, կոսմետիկ վերանորոգել, ուրեմն հարցը լուծվեց։ Իրականում, եթե մենք կարողանում ենք ինչ-որ բան ատամները սեղմել եւ դուրս չտալ, դա դեռ չի նշանակում, որ մենք կարողացանք հաղթահարել տրավման։ Այո, եթե ատամները սեղմեցինք, նույն է, մի օր դուրս է պայթյուն է տեղի ունենում, այո։ Եվ գուցե շատ ավելի մեծ լինի այդ պայթյունը, ավելի ավերիչ լինի, քան օրինակ, եթե կարելի էր ատամները չսեղմել, ցույց տալ էմոցիաները եւ հասկանալ, ընդունել, որ կա խնդիր, կա լուծում, պետք է գնալ լուծման հետևից։ Միանշանակ, քանի որ մեր հասարակության մեջ շատ ընդունված է արտասվելը կամ հույզերը ցույց տալը որպես թուլության նշան, այո, բոլորս ինչ որ իմաստով պարտադրված ենք այդ հույզերը զսպելու կամ որ նույնը ինքնակառավարվելու։ Օրինակ, կարծում եմ բոլորիս մոտ է լինում են այնպիսի իրավիճակներ, երբ որ մենք մեզ կառավարում ենք եւ մեր հույզերը չենք թողնում, որ գերիշխող լինեն։ Բայց եթե դրանք ինչ որ էպիզոդիկ դրվագներ են, հետո գալիս ենք տուն, ընկերուհուն ենք պատմում, մայրիկին կամ ամուսնուն ու անցնում է դա, հա, ապա այս դեպքում որևէ խնդիր չկա, որևէ մասնագետին դիմելու կարիք չկա, բայց եթե զսպելը դառնում է քրոնիկական բնույթի, օրինակ այդ էպիզոդները գնալով շատանում են, հետո ես այդ էպիզոդների ազդեցության տակ եմ մնում, շնչվում եմ օրեր շարունակ կամ օրինակ քնի խանգարում է իմ մոտ առաջանում կամ ախորժակի ինչ որ յուրահատուկ դրսևորումներ, ապա միանշանակ մենակով ցանկալի չի խնդրի հետ առճակատվել։ Հաճախ ինձ ասում են շրջապատում, որ գիտեք, հոգեբանական ծառայությունները բավականին թանկ արժեն, բայց ես նույն ձևով իրենց հուշում եմ, որ սեփական առողջությանը հետևելը միշտ էլ շռայլություն է, օրինակ նույն ատամնաբույժի մոտ գնալը կամ սրտաբանի մոտ գնալը, դա էլի մի ոլորտ է, որը որ ցանկալի չէ բաց թողնել։ Ի վերջո նաև պետք է հասկանանք, որ շատ արդեն ընդունված պրակտիկա է, որ կայացած մարդիկ ոչ միայն ունենում են իրենց սեփական փաստաբանը, հաշվապահը, բժիշկը, այլ նաև ունենում են ընտանեկան հոգեբանը, ով փորձում է եւ անում է ամեն բան, որ մարդը կարողանար կյանքի գույները ամբողջությամբ վայելել։ Որտեւ ուզենք թե չուզենք, մեր կյանքը այնպես է դասավորված, որ մենք անընդհատ առերեսվում ենք իրավիճակների, դեպքերի հետ, որոնք միանշանակ թողնում են այդ հետքը։ Եվ անընդհատ այդ պղտորումը, երբ որ լցվում է, բաժակը ի վերջո թափվում է։ Բայց եթե մենք այդ բաժակը անընդհատ փորձում ենք մաքրել, լվանալ, ինքը թափվելու եւ բռնկման, այսպես ասած, կարիք էլ չի լինում։ Իհարկե դեռ մենք շատ հեռու ենք այդպես կանխարգելիչ, հա, հոգեբանական աջակցությունից, ծառայություններից օգտվելու, բայց դե ինչու ոչ կարելի է մտածել այս մասին եւ տարիներ հետո գուցե նաեւ երբ խոսում ենք կանխարգելիչ բուժօգնության մասին, խոսենք նաեւ կանխարգելիչ հոգեբանական առողջության մասին։ Սա կլինի, կարծում եմ, իդեալական մեր դեպքում։ Եվ իրատեսական է։ Բայց մի փոքրիկ ճշգրտում, օրինակ երբ որ դուք ասիք ընտանեկան հոգեբան, դա կարող է մի փոքր այլ ասել, որովհետև սովորաբար ըստ էթիկական կանոնների հոգեբանը կարող է աշխատել ընտանիքի անդամներից միայն մեկի հետ կամ զույգի, լինելով զույգային թերապևտ, չի կարող, հա, նույն ընտանիքի եւ մամայի հետ աշխատել եւ դեռահասի եւ ամուսնու ու լինել ընտանեկան հոգեբան։ Անձնական հոգեբանը, դե բայց դե սա իսկապես հիմա մեզ թվում է, որ դե շատ անիրատեսական բան ենք խոսում, բայց իրատեսական է, որովհետև ցանկացած պարագայում, ինչպես բժշկության մեջ, այնպես էլ հոգեբանության մեջ, ցանկացած բան, եթե կանխարգելում ենք, շատ ավելի մատչելի է, շատ ավելի արագ է եւ ավելի արդյունավետ է։ Ու կհասնենք դրան։ Մի օր էլ մեր եթերում այդ մասին կխոսենք։ Շնորհակալ եմ շատ, սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս Վիկ Մորկանանց եւ երեխաների համար հիվանդանոցի կլինիկական հոգեբան, երեխաների քնի մասնագետ Էմմա Արզիևան էր։ Մինչև հրաժեշտ տալն ասեմ շնորհակալություն նաև Արփինկային տեղեկացնելով, որ այն գտնվում է Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն մեզ հետ եք, ցտեսություն։